քեզ բումբումի Ժպիտը կոտակի դոտաները բումբումի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Սիրո լցրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուներն ու հեքիաթի հերոսներն այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Լավագույնը փոքրիկների մենք սիրով սպասում ենք ձեզ։ Ինձ ծնել է իմ մայրիկը, ինձ ծնել է իմ մայրիկը, գիշերն էլ լաց եմ եղել և չի քնել իմ մայրիկը, տոտիկ քայլ եմ արել, ինձ բռնել է իմ մայրիկը, երբ ընկել եմ լաց եմ եղել, լացել է իմ մայրիկը, երբ ցավել է իմ մատիկ, սերտն է ցավել իմ մայրիկի, համբուրել է իմ թաթիկը և ուժել է իմ մատիկ, մի օր հանկարծ նրան նայեմ, մայրիկ եմ ասել, մայրս ուրախ գրկել է ինձ և մոռացել հոգսեր ու վիշտ։ Շնորհավոր բոլոր մայրերի գեղեցկության և մայրության տոնը։ Բարև ձեզ երեխաներ, ես Գայանեն եմ։ Մենք այսօր կսովորենք Ներսես Մարգարյանի անշնորհք թզուկ երգը։ Ուշադիր լսեք և ձեզ անշնորհք թզուկի նման չպահեք։ Եկեք միասին սովորենք առաջին տան բառերը։ Ապրում էր անտառում շատ խոր մի անշնորհք թզուկ։ Նա շատ բարի էր, բայց ավաղ գլուխ էր միշտ գովում։ Նա ինչ անում էր, չէր ստացվում, բայց գոհ էր իրենից ու նա կարծում է անտառում նա լավն է ամենից, որ իր եփած ճաշերը շատ համեղ են օգտակար և ով ուտի կգոհանա ու չի լինի տկար, կանչեց բոլոր գազաններին, եկեք ինձ հյուր, տեսեք թե ինչ եմ պատրաստել համով մածնով ապուր, տեսեք թե ինչ եմ պատրաստել համով մածնով ապուր, եկեք երգենք առաջին տունը, ապրում էր անտառում շատ խոր մի անշնորհք թզուկ, նա շատ բարի էր, բայց ավաղ գլուխ էր միշտ գովում, նա ինչ անում էր, չէր ստացվում, բայց գոհ էր իրենից, ու նա կարծում էր անտառում նա լավն է ամենից, որ իր եփած ճաշերը շատ համեղ են օգտակար, և ով ուտի կգոհանա ու չի լինի տկար, կանչեց բոլոր գազաններին, եկեք ինձ հյուր, տեսեք թե ինչ եմ պատրաստել համով մածնով ապուր, տեսեք թե ինչ եմ պատրաստել համով մածնով ապուր։ Իսկ հիմա սովորենք երկրորդ տունը։ Եկան արջուկ շնի կախվես, առյուծ ու նապաստակ, ու միասին համտես արին իր ճաշը պատրաստած, համտես արին ու քեզ բան, բոլորը զարմացան, կծու, մռու, թթու, աղի, խառնել էր նա իրար կաղին, մորին, մածուն կոմպոտ, ստացվել էր ոչ թե ճաշ կարգին, այլ մի շիլա շփոթ, ու գազանները հեռացան դժգոհ ու գլխահակ, իսկ ծեր թզուկն ինքնահավան ասաց չունեք ճաշակ, իսկ ծեր թզուկն ինքնահավան ասաց չունեք ճաշակ։ Եկեք երկրորդ տունը երգենք։ Եկան արջուկ շնի կախվես, առյուծ ու նապաստակ, ու միասին համտես արին իր ճաշը պատրաստած, համտես արին ու այ քեզ բան, բոլորը զարմացան,
սովորենք երրորդ տան բառերը։ Նա ինչ անում էր, չէր ստացվում, բայց գոհ էր իրենից, ու նա կարծում է անտառում նա լավն է ամենից, եթե ուզում ես ճաշ շփել, նախ պետք է սովորես, որ թզուկի նման միոց շիլա շփոթ չանես, որ թզուկի նման միոց շիլա շփոթ չանես։ Իսկ հիմա երգենք երրորդ տունը։ Նա ինչ անում էր, չէր ստացվում, բայց գոհ էր իրենից, ու նա կարծում էր անտառում նա լավն է ամենից, եթե ուզում ես ճաշ շփել, նախ պետք է սովորես, որ թզուկի նման միոց շիլա շփոթ չանես, որ թզուկի նման միոց շիլա շփոթ չանես։ Եկենք ուտենք ամբողջ երգը, ոյ, եկեք երգենք ամբողջ ճաշը, ոյ, խմենք, պարենք, վազենք, երգենք, եկեք երգենք ամբողջ երգը։ Ապրում էր անտառում շատ խոր մի անշնորհք թզուկ, նա շատ բարի էր, բայց ավաղ գլուխ էր միշտ գովում, նա ինչ անում էր, չէր ստացվում, բայց գոհ էր իրենից, ու նա կարծում էր անտառում նա լավն է ամենից, որ իրեփած ճաշեր շատ համեղ են օգտակար, և ով ուտի կգոհանա ու չի լինի տկար, կանչեց բոլորին
Կանչ մայրիկ ու տատիկ, եղեք կյանքում երջանիկ, ջեր մեկ ինչպես արեգակ, սիրում եմ ձեզ ես անհակ։ Շնորհավոր ձեր տոնը։ Ողջույն իմ սիրելի փոքրիկ բարեկամներ, ձեզ հետ եմ ես, Միմին։ Ես Վիկտորիան եմ, ես Արմանն եմ, ես Արմինն եմ։ Այսօր մենք պատրաստելու ենք բացիկ մեր մայրիկների համար, որի համար մեզ անհրաժեշտ է թուղթ, ժապավեն, մկրատ և մատիտներ։ Դե ինչ, պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Այժմ մեզ անհրաժեշտ է թուղթ։ Վերցնենք այն և ծալենք երկու հավասար մասիվ։ Կտաս ինձ մատիտ։ Շնորհակալություն։ Նկարում ենք մի գեղեցիկ սիրտ։ Ահա և վերջ։ Իսկ հիմա այն զգուշությամբ կտրենք։ Երեխաներ, ում ենք նվիրելու մեր պատրաստած բացիկը։ Մայրիկին։ Շատ լավ։ Իսկ դու ինչ ես կարծում եմ, ում նվիրենք մեր բացիկը։ Մայրիկին։ Շատ լավ։ Ես կնվիրեմ տատիկին։ Շատ լավ, ուրեմն կնվիրենք քո տատիկին, լավ։ Շարունակենք կտրել։ Մի փոքրիկ մնաց։ Ահա, կարծես թե մեր սիրտիկը պատրաստ է։ Ահա։ Տեսեք, մենք ունենք մի գեղեցիկ սիրտիկ։ Երեխաներ, ձեզ դուր է գալիս։ Այո։ Շատ լավ, դե շարունակենք։ Վերցնում ենք մեր ժապավենը գեղեցիկ և ամրացնում։ Երեխաներ, կասեք որտեղ այն ամրացնեմ։ Մեջտեղը։ Մեջտեղը։ Շատ լավ, ամրացնենք մեջտեղը։ Ահա և մեզ օգնության է գալիս սիլիկոնե կախարդական սոսինձը, որը աշխարհում ամրացնում է ամեն ինչ, պատկերացնում եք։ Ահա և ամրացնենք վերջապես մեր ժապավենը։ Տեսեք, թե որքան գեղեցիկ ստացվեց մեր բացիկը։ Մեր բացիկը չի կարող ավարտվել առանց բարեմաղթանքների։ Մենք ի սկզբանե որոշել ենք, որ պետք է գրենք այն տատիկին։ Վերցնում ենք մեր կախարդական մատիտը և սկսում բարեմաղթանքներ գրել մեր տատիկին։ Ես քեզ շատ եմ սիրում տատիկ ջան։ Դու աշխարհի ամենալավ տատիկն ես։ Այսքան տատիկի։ Շնորհավոր ձեր տոնը, սիրելի տատիկներ։ Բարի քո ժպիտը ինձ է արթնացնում, մեղմ ու ամուր են ձեռքերդ ինձ գրկում, բոլորը գիտեն, որ դու միշտ բարի ես, միշտ հոգատար, դու իմ մայրիկն ես, բոլորը գիտեն, որ դու միշտ բարի ես, միշտ հոգատար, դու իմ մայրիկն ես, իմ շուրջը միշտ գարուն ու ծաղկաբույր է, արևաշող ու արևի համբույր է, մայրս արևն է մեր ու մեր գլխի վեր են, շպտում ու լայն թևեր է տարածում, մայրս արևն է մեր ու մեր գլխի վեր են, շպտում ու լայն թևեր է տարածում։ Սիրելի մայրեր, տատիկներ և քույրեր, շնորհավորում եմ ձեր մի ամսյակը, մաղթում եմ ձեզ ամենալավ բաները, սիրելի մայրիկ, փայլիր միշտ աղջիկի նման, ինչպես որ հիմա ես, համբուրում եմ քեզ։